Մարտ ամսվա վերջին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն եւ տեսանյութ տարածեց երևանցիներիս իրազեկելով կանաչապատման գարնանային աշխատանքների մասին։ Հաղորդագրության մեջ շեշտվում էր ընդլայնելու եւ բազմազանեցնելու են մայրաքաղաքի կանաչ տարածքները, դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները։ Կանաչապատման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի ամեն մի նոր հաղորդագրություն դառնում է խուճապի պատճառ եւ դա ամենևին անհիմն չէ։ Այս անգամ էլ երևանցիներս տագնապեցինք, որ ծառերի հերթական սպանդ է սպասվում։ Ցավոք մեր վախերն արդարացան։ Դուրս եկեք, շրջեք երևանյան փողոցներում եւ ծառասպանդի ականատեսը կլինեք։ Նորից ծառերի հատում ու ծառերի մորթ է սկսվել երևանյան փողոցներում։ Մեր մայրաքաղաքը սպասվող ամռան շեմին տկլորանալու է, մնալով անծառ ու անստվեր։ Իսկ քաղաքապետարանի Երևանն այս գարնանն ավելի թարմ տեսք կստանա արտահայտությունն ուղղակի ծաղր է ուղղված երևանցիներիս։ Իդեպ քաղաքապետարանի չինովնիկները բերից վար, բերանները ջուր են առել, կամ լռում են, կամ անգիր արածի պես կրկնում նույն միտքը, թե բա մենք ծառերը ոչ թե հատում ենք, այլ փոխարինում, իբր չորերը նորերով։ Սա բացահայտ սուտ է, քանի որ մեր աչքի առաջ գետնին են տապալվում առողջ բողբոջները վրան ծառերը, որ պիտի ամռան տապին մեզ թթվածին մատակարարեին։ Սրանք ավերում են մեր քաղաքի թոքերը։ Ստացվում է մենք երևանցիներս եւ քաղաքապետարանի մեծ ու փոքր չինովնիկներն ապրում ենք բոլորովին տարբեր իրականության մեջ։ Բնապահպանները տեսել ու արձանագրել են նաև հետևյալ փաստը, որ սաղարթախիտ առողջ ծառերը միտումնավոր չորացնում են, որպեսզի հետո արդարացնեն իրենց սպանդը։ Իդեպ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը հրաժարվեց մեկնաբանություն տրամադրել HikeNews.am կայքին, հրաժարվեց կարծիք հայտնել բնության դեմ իրականացվող այս հանցագործության մասին, որ իր ղեկավար Տիգրան Ավինյանի թիմը հետևողականորեն իրականացնում է վերջին տարիներին։ Ավինյանի քաղաքապետարանը դարձել է դահիճ, ոչնչացնում է քաղաքի բնությունը, ինչը որևէ արդարացում չունի։ HikeNews լրատվական։